այս մարդիկ փոքր ժամանակ ինձ թվում է այնքան ճնշված են եղել, այնքան ինքնուրույն սեփական հարցերը չեն կարողացել լուծել, որ իրենց կյանքի նպատակը եղել է տեսեք, մի մարդ, որը իր քաղաքական կարիերան որպես լրագրող ու նաև հետագայում որպես քաղաքական գործիչ կառուցել է նրա վրա, որ անընդհատ քննադատել է թիկնապաների առկայությունը, հաստավզերի առկայությունը, դիմակներով ուժայինների առկայությունը, կճոյանների բենթլիները, այսօր 180 աստիճանով փոխել է իր կարծիքը եւ անում է դրա տասնապատիկը։ Ավելի շատ։ Ըստ այդմ ընդհանրապես զարմանալու բան տեղի չի ունեցել։ Այսինքն յուրաքանչյուր այսօր մարդ, որ Հայաստանում ապրող, բնակվող, որը իրեն համարում է ընդդիմադիր սեգմենտի ներկայացուցիչ եւ իրենից նաեւ ներկայացնում է հանրային բարձր հնչեղության խոսքի տիրապետող մարդ, ինքը ոչ մի բանով երաշխավորված չի, որ հաջորդ կալանավորվածը կամ ձերբակալվածը չի լինել։